Տիկին Հակոբյան, քիչ առաջ մենք ականատես եղանք մի լարված իրավիճակի, որտեղ արևմտամետները փորձում էին ձեզ խանգարել եւ ասում էին, որ Թուրքը ռուսների հետ ինչ բարեկամություն, ինչպես կմեկնաբանեք։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասի ռուսի հետ ինչ բարեկամություն, բաում հետ պիտի բարեկամություն անենք Եվրոպայի, իսկ ուր էր այդ Եվրոպան Արցախյան պատերազմների ընթացքում։ Ոնց որ ես ամեն ինչի մասնակից եմ, ականատես եմ, եվրոպացի ոչ մեկին չտեսա իմ մոտը կանգնած Արցախը հանձնելու պահին, ոչ մի եվրոպացի չկար, ուր էին իրենք։ Դիտորդի կարգավիճակով թե մեզ ոնց էին վտարում Արցախից, ուր էր այդ Եվրոպան, որտեղ էր այդ Անգլիա, Ֆրանսիա, Ամերիկա, ուր էին։ Որտեղ էին։ Նրանք էլ ռուսներին է մեղադրում Արցախը հանձնելու մեջ։ Գոնե կային, արկային Արցախում, ճիշտ է, չունեին միջազգային դիտորդական կարգավիճակ։ Այ որ Եվրոպան համաձայնվեր ռուս խաղապահին միջազգային դիտորդական կարգավիճակ տար, գոնե Արցախը չէր հայաթափվի եւ թուրք-ադրբեջանական տանդեմը չէր հաղթի ու բոլոր արցախցիներին չէր վտարի։ Ռուսն էլ հենց մենակ մնաց, քանի որ միջազգային կարգավիճակ չուներ խաղապահ եւ բոլոր եվրոպաները մերժեցին հենց այդ առաջարկներին եւ արդյունքում ունեցանք Արցախի հայաթափում, Արցախում ունեցանք տարածքների կորուստ, այնպես որ պիտի ճիշտ հարաբերություններ կառուցել թե Ռուսաստանի եւ թե մնացած պետությունների հետ։ Ինչպես պետք է լինեն, Տիկին Հակոբյան։ Պետական մակարդակով ճշգրիտ հարաբերություններ պիտի կառուցել ոչ թե թույլի պարտվողի կարգավիճակից, այլ որպես իբրև խաղաղության կողմնակից պիտի ելնել նաև հաղթողի դիրքերից։ Մենք հաղթող երկիր էինք 30 տարի ի վեր, բայց չօգտվեցինք այդ հաղթանակի պտուղներից եւ զիջեցինք թե Հայաստանի Հանրապետության տարածքներ, թե Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ։ Եվ որպես առաքելական եկեղեցու հետևոր ձեզ մեկ հարց ունեմ վերջին օրերին իշխանությունների կողմից առաքելական եկեղեցու եւ մասնավորապես կաթողիկոսին թիրախավորելու վերաբերյալ նրանք ամեն օր մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցնում եւ գրառում կատարում Facebook-յան իր էջին, ասում է ի վերջո ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի թե ոչ։ Սա ինչի մասին է խոսում։ Ճիշտ ասած, այս վերջին օրերի զարգացումները կապված են այն բանի հետ, որ Շվեյցարիայում հենց կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի են ունենում համաժողովներ, որին բարձրացվում է Արցախ հավաքական վերադարձի, Արցախի նյութական եւ հոգեվոր ժառանգության պահպանման, ինչպես նաեւ հայ գերիների վերադարձի հիմնախնդիր եւ ժողովրդի ուշադրությունը այս զարգացումներից շեղելու նպատակով թիրախավորել են նաեւ ամենայն հայոց կաթողիկոսարանը եւ ինչ կապ ունի անձը ի վերուստ հայոց կաթողիկոսարանում կաթողիկոսները կուսակրոնության ուխտ չէին տվել։ Եկեղեցին ունի իր կարգուկանոնը, հետևաբար բնական է, որ եկեղեցին կարող է իրեն վերաբերող որոշումները, քանի որ այն անջատ է նաև պետությունից, սահմանադրորեն դավանական ազատություն է, եւ պետական մակարդակով եկեղեցին կարող է ինքը որոշել, արդյոք խախտում թույլ են տվել, թե ոչ, եւ ինչ որ մեկը հաղորդում տալու կառավարական մակարդակով դա ճշգրիտ չեմ համարում, եւ եթե անգամ ունի իրենք ունեն գերագույն խորհուրդ, ինքը պիտի որոշի գերագույն խորհուրդը իրենց ճիշտ է վարվել կաթողիկոսը, թե ոչ, այնպես որ այս պահին թիրախավորվում է ոչ թե կաթողիկոս անձը, այլ առաքելական եկեղեցին եւ մարտահրավեր է նետվում նաեւ ողջ քրիստոնեական աշխարհին, ինչ որ անարատ հղության քննարկմամբ, որը պիտի մտնի կառավարության նիստի օրակարգ, որը հակասում է համաշխարհային եկեղեցական վարդապետության դոգմատիկ ուսմունքին, որը անխախտելի է, անքննարկելի է։